Այն պետական համակարգ, որ մենք ունենք այսօր, որի պայմաններում ապրում ենք, ինքը կառուցված է ծուռ պատերով։ Այսինքն այդ շենքը ինքը շատ խարխուլ է եւ անընդհատ ավելի է թուլանում եւ ցանկացած մեկ ով կարողանում է գրավել այդ շենքը, կարողանում է անել նրա հետ այն ամենը, ինչ որ նա ցանկանում է։ Հիմա ինչպես անենք, որ դրան վերջ տանք, որ այդ վատ պրակտիկային վերջ տանք եւ այսօր մենք փորձել ենք ներկայացնել որոշակի ծրագիր այդ գործընթացների սկիզբը դնելու համար, այսինքն նոր պետական համակարգ կառուցման համար, որը բավականին բարդ է, որի ժամանակ մենք փորձել ենք օգտագործել եւ միջազգային փորձը, եւ փորձել ենք գտնել լուծումներ, որոնք շատ օրիգինալ են, այսինքն զուտ հայկական են, որտեղ սովորական դասական եղանակները դրանց լուծումներ տան չեն կարող։ Եվ այսպես կներդրենք արդյունավետ կառավարման համակարգ, որի համար կարևորում ենք վստահության վերադարձը դեպի պետական համակարգ։ Քաղաքացին պետք է ընտրի ոչ թե կուսակցությունների ցուցակներ, այլ անձերի, որոնք անհատական պատասխանատվություն են կրելու իրենց իսկ ընտրողի առաջ։ Նայեք, վերջին տարիներին ձևավորվել է մի համակարգ, երբ որ մենք մարդ չենք ընտրում։ Մենք ոչ ընտրում ենք երկրի վարչապետ, ոչ նախագահ, նույնիսկ падգամավոր չենք ընտրում, ոչ էլ համայնքի ղեկավարի ենք ընտրում, ընտրում ենք ցուցակներ։ Եվ ապա այդ ցուցակների մեջ մարդիկ տեղաշարժում են կամ որոշում են թե ով պետք է առաջինը երկրորդը առանձին ներքին խոհանոցներում։ Այս համակարգին մենք ցանկանում ենք վերջ տալ։ Քաղաքացին պետք է ընտրի անհատի, լինի падգամավոր կամ եւ այդ անհատը նրա առաջ պետք է պատասխանատվություն կրի։ Սա ամենակարևորագույն ուղղությունն է, որ մենք ներկայացնում ենք։ Կվերականգնենք պետական համակարգի հեղինակությունը, կներդնենք անհատական պատասխանատվություն իրականացած պետական քաղաքականության համար։ Նայեք, վերջին տարիներին դուք նկատում եք, հատկապես այսօրվա քաղաքական ռեժիմը անընդհատ որոշակի քաղաքական ծրագրերով է գալիս, հետո չի իրականացում այդ ծրագիրը եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում։ Հիշենք էլի 2021-ին սրանք հաղթեցին ընտրություններում Արցախի մասին խոսալով, ապա ամբողջովին իրենց ծրագիրը ոչ միայն գիտակցված հատուկ ձևով տարան տապալեցին եւ ոչ մի պատասխանատվություն դրա համար։ Կներգրավենք լավագույն կադրերին պետական կառավարման համակարգում։ Նայեք, իդեպ ասեմ, այստեղ Հայաքվեի դրոշը պատահական չի, որտեղ այնպես է ստացվել, որ Հայաքվեն այս տարիների ընթացքում դարձել է կադրերի լավագույն դարբնոցը, հավաքվել են լավագույն կադրերը պետական թե մասնավոր համակարգից, եւ սա շատ կարեւոր է մեր համար։ Իդեպ ասեմ նաեւ Հայաքվեի մաս է կազմում Հայաստանի թիվ 1 HR մասնագետը նույնպես, եւ սա նույնպես մեզ օգնություն կլինի հետագայում կադրային այս մեր բազան ուժեղացնելու եւ ավելացնելու համար։ Եվ այսպես, ինչ քաղաքական փոփոխություններ ենք մենք առաջարկում։ Թերևս ամենակարևորն ու առաջինը դա օրենսդիր համակարգի փոփոխությունն է։ Մենք առաջարկում ենք Հայաստանում ստեղծել երկաստիճան օրենսդիր մարմին, ներկայացուցիչների պալատ եւ ազգային ավագանի։ Սա վերցված է միջազգային այն փորձից, որը կա, որտեղ նայեք, գլոբալ առումով մեր խնդիրները գալիս են նրանից, որ Հայաստանում իշխախտվել է շատ կարևոր մի համակարգ, երբ որ քաղաքական իշխանությունը կարողանում է վերահսկել նաև պետական իշխանությունը։ Այն երկրները, որոնք իրենց պատմության մեջ հաջողություններ են գրանցում, այնտեղ միշտ տարաբնույթ են, այսինքն տարբեր են։ Քաղաքական իշխանությունը, որը գալիս է ընտրությունների արդյունքով, չի կարող ամբողջովին վերահսկել պետական շատ ինստիտուտներ, որոնք պետք է լինեն անկախ։ Հայաստանում այս համակարգը պարբերաբար խախտվել է։ Խախտման պատճառներից մեկը նաև այն է, որ մեր մոտ մեկ համակարգային, այսինքն միապալատ օրենսդիր մարմին է։ Մենք գտնում ենք, որ այն պետք է լինի երկպալատ, պետք է լինի ներկայացուցիչների պալատ, որը պետք է ընտրվի կուսակցական համակարգով, սակայն մեծամասնական սկզբունքով, այսինքն անհատապես պետք է ընտրվեն, ինչպես նշեցինք, եւ անհատական պատասխանատվությամբ, եւ ապա պետք է լինի ավագանի, որը պետք է ընտրվի լրիվ այլ համակարգով հիմնված արժեքների եւ արժանինքների վրա։ Այսինքն այնտեղ պետք է ընտրվեն այն մարդիկ, լինեն այն մարդիկ, որոնք իսկապես իրենց անցած կյանքով, իրենց կյանքի փորձով, իրենց գիտական կամ այլ բնագավառում եղած աշխատանքով ապացուցել են, որ իրենք կարող են լինել ազգային ավագանու անդամ։ Սա նաև որը վերելու է որոշակի նաև հենց այն փակելու է նաև ասենք ասենք այն հնարավորություն, որպեսզի փողոցից եկած քաղաքական կուսակցություններ կարողանան նաև ամբողջովին վերահսկել պետական համակարգերը։ Կառավարությունը ձևավորելու է հենց ներկայացուցիչների պալատը։ Ներկայացուցիչների պալատը իր մեծամասնությամբ, իր կուսակցական ներկայացվածությամբ ձևավորելու է կառավարությունը։ Ինքը նաև ընտրելու է իր միջից հանրապետության նախագահին, որը ընտրելու է ձայների 2/3-ով,
որը նաև կունենա ինչու հենց 2/3 իդեպ ասենք մենք նաև վերացրել ենք այսպես կոչված կայուն մեծամասնության համակարգը, այս 2/3-ը երբեք չի փոխվել, այսինքն եթե չի ընտրվում, դա չի նշանակում, որ հետո կգնա համակարգը կփոխվի ավելի հեշտ ձևով կընտրվի, որտեղ մենք կարծում ենք, որ քաղաքականությունը դա քաղաքական ընդդիմության եւ քաղաքական մեծամասնության միջև կոմպրոմիսների արվեստն է։ Եթե իրանք չեն կարողանում այդ կոմպրոմիսին գալ, ուրեմն ոչ առաջինը, ոչ երկրորդը արժանի չեն ներկայացնելու մեր պետությունը եւ մեր ժողովրդին։ Հետաբար մենք ստիպելու ենք հենց այդ կոմպրոմիսների գնալ մեծամասնության եւ երկրի նախագահան այն մարդը պետք է լինի, որ ճնշող մեծամասնության համար պետք է լինի ընդունելի հարգված անձնավորություն, այլ ոչ թե ինչ-որ մեկի անձնական ներկայացուցիչ, ինչպես այսօր կա, մեկի անձնական ներկայացուցիչը նախագահի պաշտոնում։ Հաջորդը կձևավորենք անկախ դատական համակարգ։ Նայեք, դուք տեսնում եք, որ մեր խնդիրները գալիս են նաև անկախ դատական համակարգի բացակայությունից։ Երբ որ նորից քաղաքական իշխանությունը կարողանում է վերահսկել ամենակարևոր թերևս իշխանական թևերից մեկի դատական համակարգի նկատմամբ։ Սրա պատճառները շատ են, դրա մասին կարելի է մի օր առանձին խոսել, բայց մեր առաջարկները հետևյալն են։ Նախ մենք գտնում ենք, որ պետք է ստեղծի գերագույն դատարան միավորելով սահմանադրական եւ ճռաբեկ դատարանները։ Եվ այս միավորումը կբերի նրան, որ սա լինի առանձին եւ բավականին հզոր մարմին, որը կարողանա հենց ապահովել դատարանների անկախությունը։ Անկախությունը առաջին հերթին քաղաքական իշխանությունից, անկախությունը նաեւ հենց ներկայացուցիչների պալատից, որը կփորձի, մենք չենք բացառում հետագայում եւս նրանք անդադ կփորձեն իրենց վերահսկողության տակ վերցնելու եւ դատական եւ մյուս իշխանությունները։ Մենք կարծում ենք նաեւ պետք է ժամանակի ընթացքում վերադառնանք երթվյալ ատենականների ինստիտուտին, հատկապես որ գործը վերաբերում է ծանր եւ առավել ծանր հանցագործություններին։ Նայեք, սա շատ կարևոր մասն է, որի վրա ուզում եմ ձեր ուշադրություն դարձնենք, անկախ պետական ինստիտուտների համակարգ։ Ինչու համար ենք մենք առաջարկում վերին պալատի համակարգը մտցնել, որպեսզի այս ինստիտուտները, որոնք դուք տեսնում եք, այս 9 ինստիտուտները, լինեն բացարձակ անկախ եւ քաղաքական իշխանությունը, օրենսդիր մարմինը, այսինքն ներկայացուցիչների պալատը տվյալ դեպքում չկարողանա երբևէ նրանց նկատմամբ վերահսկողությունը հաստատել, որտեղ այսօրվա քաղաքական այս վակխանալիան, որ կա Հայաստանում, քաղաքական այս ճգնաժամը, որ կա, սա այս արդյունք է նրան, որ այս մարդիկ քաղաքական իշխանությունը կարողանում է այս մարմինների նկատմամբ բացարձակ վերահսկողություն հաստատել եւ անել այն ամենը, ինչ որ ինքը ցանկանում է։ Չնայած ասեմ, ըստ սահմանադրության այս մարմինները իբր թե անկախ են, բայց իրականում, քանի որ իրենք իրավիճակի են եւ կարող են ըստ օրենքի նշանակել այս մարմինների ղեկավարներ, իրանք եւս կարողանում են վերահսկել ամբողջովին այս մարմինները։ Արդյունքում մենք ունենք ավտոկրատիկ համակարգ, մեն իշխանություն, որը գնում է դեպի բռնաճնշումների եւ բռնապետական համակարգի ձևավորմանը։ Այս մարմինները լինելու են վերին պալատի վերահսկողության ներքո որոշակիորեն, հաշվետու են լինելու նրան եւ նրանց ղեկավարները նշանակվելու են նրանց կողմից։ Կարճ այսքանը եւ վերջում ցանկանում եմ շեշտել։ Մենք մեր նպատակն է հայկական քվեի քաղաքական ուժի նպատակն է կառուցել համակարգ, որտեղ իշխանությունը կծառայի ոչ թե անհատին, այլ հայ ժողովրդին եւ նրա ազգային գաղափարներին։ Եկել է ժամանակը կառուցելու մեր պետական ամրոցը ամուր հիմքերի, հավատքի եւ ազգային նպատակների վրա։ Շնորհակալություն։